Ողջույն սիրելի հայրենակիցներ, կարծիքի տաղավարում դեմ առ դեմ հաղորդաշարն է, այսօր հյուրընկալել ենք Արցախի падգամավոր Մետաքսե Հակոբյանին, մեր լավ ընկերոջը, ով պայքարի խրամատում է արդեն տարիներ շարունակ։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար Մետաքսե ջան։ Ես եմ շնորհակալ։ Հույս ունեմ պրոդուկտիվ, էֆեկտիվ զրույց կունենանք, որը որ նաև մեր հանդիսատեսին, հեռուստադիտողներին հետաքրքրի, միգուցե կտանք ինֆորմացիա, որոնք իրենք չեն ունեցել, բնականաբար խոսելու ենք Արցախից, քաղբանտարկյալներից, գերիներից եւ մեր երկրում տիրող ընդհանուր ներքաղաքական իրավիճակից։ Առաջինը, որ կուզեի անդրադառնանք, բնականաբար Արցախն է, որ մեր սրտերում է, մենք չենք կարող երբևիցե մոռանալ, առավել եւս մեր սերունդը, ես ինքս ծառայել եմ Արցախում, եղել եմ այնտեղ բազմաթիվ անգամ տարբեր առիթներով ու կուզեի հասկանայի այն արցախցիները, ովքեր որ եկան Հայաստանի Հանրապետություն եւ մնացին, ինչ խնդիրների առաջ կանգնեցին գլոբալ առումով մենք գիտենք, բայց ներկայումս անցել է արդեն 3 եւ ավել տարիներ, ինչ խնդիրներ կա, որ դեռ լուծված չի ու ինչ պետք է անի պետությունը, դե այս քաղաքական այս իշխանության վրա մենք հույս չենք դնում, բայց պետությունը որպես պետություն ինչ պետք է անի, որ թերացել են չեն արել եւ արդյոք այն ծրագրերը, որոնք որ ի սկզբանե խոստացել էին, իրագործվել են։ Շատ լավ, շնորհակալ եմ իրականում, այո, բավականին այսպես ծավալուն թեմա է լինելու։ Սկսեմ արցախցիներից։ Այո։ Ուրեմն հիմա շուտով 3 տարի կլրանա, որ մենք բռնի տեղահանվել ենք, բնականաբար զենքի ուժի սպառնալիքի ներքո, ոչ մեր կամքով, ինչպես տարիներ շարունակ փորձում են պնդել դրա հակառակը։ Ես կասեի, որ որևէ հարց այս 3 տարիների ընթացքում միգուցե սուր կթվա, միգուցե շատերը ինձ կասեն անշնորհակալ, ինչպես ընդունված է, հատկապես այս իշխանությունները ու իրենց հարող շրջանակները, որևէ հարց որպես այդպեսին չի լուծվել։ Սկսած նրանից, որ այդպես էլ բռնի տեղահանված մեր հայրենակիցները չդիտարկվեցին որպես ընդհանուր հոգեբանական խնդիր ունեցող մարդիկ եւ ամբողջ խնդիրը նրանում է, որ այդպես էլ չդիտարկվեցին որպես առանձին սոցիալական խումբ։ Ես բազմիցս օրինակ տարբեր մարմինների ներկայացուցիչների առաջարկել եմ, որ արցախցիների հարցերը լուծելու համար պետք է դիտարկել որպես այսպես անունը դնենք բռնի տեղահանվածների, այսպես առանձին խումբ, ոչ թե ընդհանուր սոցիալական իրավիճակը, նայել ընդհանուր Հայաստանի թե մեր հայրենակիցների սոցիալական իրավիճակով, այսպես ընդհանուր, չի լուծվել բնականաբար արժանապատիվ կեցություն ունենալու համար հայրենիքի այս հատվածում չի լուծվել բնակարանային հարցը եւ թվեր են բազմաթիվ այսպես հնչեցնում 7000 ընտանիքի մասին, բայց եկեք հասկանանք, մոտ մենք խոսում ենք 30000 ընտանիք բռնի տեղահանվածների մասին, եթե չենք գնում հետ։ Այո, եւ տեսեք խնդիրները տարբեր են։ Բնականաբար առաջինը հոգեբանական է, որովհետեւ իմ հանդիպումների ընթացքում երբ ես փորձում եմ հետաքրքրվել ինչու չեն ընդունում իրենց պարտադրած, իրենց հորինած Հայաստանի քաղաքացիությունը, որովհետեւ մենք ըստ էության հենց ունեինք այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, շատ շատերը ուղղակի դա մեկնաբան մեն, օրինակ մի տղամարդ ինձ ասաց եւ դա դարձավ իմ համար այդ հավաքական պատասխան է դրա, որ ես պիտի ընտրեմ լավ ապրելու կամ իմ մոր գերեզման այցելելու հնարավորության միջև։ Այսինքն շատ շատերը այո, այս իշխանություններով պայմանավորված ուղղակի չեն հավատում, որ դրա տակ թաքնված չի հերթական ինչ որ վատ բանը, որը պատրաստված է խաբեություն, ուզում են մեր Արցախի հայրենակիցներին։ Եվ շատերը հենց այդ պատճառով, այո, չեն ընդունում այդ քաղաքացիությունը հորինած իրենց, շատերը չեն ընդունում, որովհետև ուղղակի անիմաստ է ներկայիս տնտեսական, շուկայական իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության տուն ձեռք բերել, Շատ-շատերը անցել են այդ ճանապարհով, սկսած կառուցապատումից, վերջացրած առաջնային կամ երկրորդային շուկայից, Երևանում, թե Հայաստանի տարբեր մարզերում տուն գնելու այդ փորձերը կատարել են, բայց շատ եզակի մարդկանց մոտ է ստացվել, որտեղ մի անգամից ասեմ, տուն կարող է գնել այն մարդը, ով ունի
որոշակի գումար, որ կարող է ավելացնել կամ ունի այնպիսի աշխատանք, որով հնարավոր է նաև հիպոթեկային վարկ ձևակերպել, իսկ տուն կառուցելու պարագայում, եթե հիպոթեկային վարկ նույնիսկ կարողանում են ստանալ, ապա հողի գնումից հետո առաջանում է հաջորդ արգելք, օրինակ, պիտի դու գրավ դնելու ինչ որ գույք ունենաս։ Այսինքն անտրամաբանական ինչ որ արգելքներ, ներողություն, փաստացի ստեղծել են իրավիճակ, որ մեր 120,000 արցախցիներից մեծ մասը փաստացի գրանցված աշխատող չի կարող օգտվել վարկային տարբերակներից, չունի այն կանխավճարը, որը պայմանականորեն կարող է լինել մի քանի հազար եւ ավել դոլարներ, ու այդպիսով իրանք մնում են վարձակալության հիմունքներով կամ հիասթափվում են նաեւ ինչու՞ չէ մեզնից, մեր հայրենակիցները իշխանության պարագայում անգործությունը եւ անտարբերությունը եւ այսպիսով ունենք իրավիճակ, որ չենք կարող համարել, որ գոնե 50%-ով կամ 40%-ով խնդիրը լուծելա պետությունը։ Չէ, բացարձակ այստեղ դա կարելի է համարել փոքրիկ ինչ որ օգնություն, ես չգիտեմ, արդյոք պետության գործառույթները դա է։ Հաջորդ գլոբալ խնդիրը դա աշխատանքն է։ Արցախցիները չունեն կայուն աշխատանք։ Դրանով էլ է պայմանավորված նաև այդ սեփականություն ձեռք բերելու հնարավորությունից զրկված լինելը։ Չունեն կայուն աշխատանք, չունեն բարձր վարձատրվող աշխատանք։ Այստեղ հարց կտան ինձ օրինակ իշխանավորները, թող մասնագիտություն ունենային կամ ձեռք բերեին, ուրեմն ասեմ շատ-շատերը հենց իրենց մասնագիտական բարձր ունակություններով հնարավորություն չունեն այստեղ աշխատելու, որովհետև շատ-շատերի առաջ հենց պայման է դրվում։ Նույնիսկ մասնավոր այդ հիմնարկություններում պայման է դրվում, որ օրինակ Facebook-յան որևէ ակտիվություն պիտի չունենա։ Վարչապետին լայքելը խստի վարքելը։ Հակառակը վարչապետին պիտի լայքի, բայց հակառակը եթե վարչապետին են քննադատում, ուրեմն որևէ այդպես լայքեր եւ հետեւում են, ասեմ, խստորեն հետեւում են դրան, դել չեմ խոսում բնականաբար պետական հիմնարկներում աշխատելու պարագայում։ Ես իմ բազմաթիվ ծանոթներ կան, որոնք այսօր բարձր մասնագիտական որակ ունենալով հանդերձ, իրենց մասնագիտությամբ հենց այդ պատճառով չեն աշխատում, կան դեպքեր, որոնց նաև ազատել են հետագայում Facebook-ում կամ սոցհարթակներում նմանատիպ ակտիվություն ունենալու համար կամ այդպես միտինգներին, անհնազանդության ակցիաներին կամ ինչ-որ ակցիաների մասնակցելու համար։ Սա այդ հաջորդ խնդիրն է եւ գիտեք երևի թե իրոք ամենակարևորը նաեւ այդ հոգեբանական պատնեշը, որը այդպես էլ մենք այս 3 տարիների ընթացքում չենք հաղթահարել եւ ես դրա անունը դրել եմ հայրենիքում անհայրենիք զգալ։ Դա դաժան բան է, երբ որ դու քո սեփական հայրենիքում քեզ անհայրենիք ես զգում, որովհետև գիտեք շատ-շատերը ասում են էլի հենց նույն իշխանությունները կամ իրենց հարող շրջանակները, որ արցախցիների մոտ չկա Հայաստանի նկատմամբ հայրենիքի զգացում եւ այլն, որ հիմար մտքեր են ասում այդ ուղղությամբ, բայց ես վստահեցնում եմ, մեզ համար որևէ տարբերություն երբևէ չի եղել եւ բնականաբար չկա, նույն ձև պաշտելի են, նմանապես պաշտելի են թե Արցախը, թե Հայաստանը եւ երկուսն էլ անգին ու հավասարաչափ սիրելի, պաշտելի։ Հետեւաբար որևէ տարբերություն չկա, բայց այն ինչ որ հիմա անում են մեր հետ, դա այսպես տպավորություն է, որ դու քո հայրենիքում մի տեսակ օտար ես, չընդունված։ Այսինքն փորձում են բռնի տեղահանությունը որպես այդպեսին իրագործել են Արցախում, ուզում են ստեղել իշխանականները բնականաբար իրենց ծրագրերի չիրագործմամբ, անգործությամբ եւ այլն, հանցավոր անգործությամբ իդեպ, որովհետեւ մենք հայրս միասնական են եղել միշտ ու ես չեմ հավատում, որ իրենք պնդում են, որ հարկատուներն ասում են բոլոր օգնությունները արցախցիների համար չի նախատեսված եւ այլն, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ Արցախը մեր վահանն էր, պահում էր մեզ, մեր երեխաներին, մեր սահմանները ու արցախցիները լինելով այդ վահանի հիմնական բաղադրիչ մասը, հիմա մենք իրենց պետքա օգնենք դիմավորենք նենց, ոնց որ պայմանականորեն սյունեցիներին կդիմավորեինք եւ այն, որովհետեւ ինչ տարբերություն սյունեցի ես, արցախցի ես, վարդենիսցի ես, թե կոտայքի մարզում ես բնակվում։ Մենք մի արյուն ունենք ու մեր պայքարի ընդհանուր էությունը կայանում է նրանում, որ մենք ապրենք մեր բնորանում, մեր հայրենիքում, որի դեպ մեզ Աստված է տվել։
անապատիվ ընդ որում։ Մենք նվեր չենք ստացել դա քոչվոր սելջուկներից կամ մոնղոլներից եւ այլն, մենք դա վաստակել ենք արյամբ եւ քրտինքով, ինչպես որ այս իշխանությունները ուրացան ի սկզբանե Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո Արցախը Ադրբեջանը եւ վերջ, եւ մենք, ինչպես դու նշեցիր, հավաքական կերպարը, այսպես կոչված, մեր Արցախցու, որ մենք այնտեղ թողել ենք ծնողներ, տատիկներ, պապիկներ, գերեզմաններ եւ այո, այն հերոս տղերքին, ովքեր որ իրենց կյանքը չխնայեցին, որ Արցախը չընկնի, որ Արցախը մնա, բայց Արցախը ընկավ միմիայն գրիչով ու մեկ մարդու գրիչի ստորագրությամբ ինքը ոչնչացրեց հազարամյակներով այն Արցախը, այն մեր բնորանը, որտեղ որ մենք հանգիստ խաղաղ մինչև 18 թվականը ապրում էինք եւ իրոք այն ժամանակ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պնդում էր, մեծ խոսում էր, այն ժամանակ Արցախը շատ լավ էլ Հայաստան էր, բայց ոչ թե Հայաստանի մաս, այլ երկրորդ հայկական պետություն, որը ինքնորոշման համար 16 թվականից արդեն պայքարում էին երրորդ նախագահի օրոք, որտեղ որ Ռոբերտ Աբաջյանը ամրագրեց, որ հողը հանձնելու հետ կապված ինչ մտադրություններ ունեն յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր տղամարդ։ Գիտեք, ինչքան էլ ցավալի լինի, Աջան, այ Ռոբերտ Աբաջյանի այդ կերպարը, մոտեցումը, այո, մի ամբողջ, չգիտեմ, սերունդների դաստիարակության համար է դա, որովհետև գիտեք, մենք երևի թե մինչ իր կեցվածքը, իր ուղերձը մենք երևի թե էլի խորությամբ չենք պատկերացրել, բայց ես կոնկրետ 2016-ի պատերազմը ինձ մի շատ կարևոր միտք տվեց ու ուղղություն, որից ես բռնած առ այսօր եւ որը նաեւ հիմք դարձավ, որ ես 2018-ին հասկանայի, որ ոչ թե իշխանության են մերժում Հայաստանի Հանրապետության, այլ մի ամբողջ Արցախ են մերժում, պատճառը այն էր, որ ես հենց այդ երիտասարդի պատանու խոսքերից մի բան հասկացա, որ այո, կյանքը դա գերագույն արժեք է, բայց մենք միշտ ընտրություն ունենք կատարելու կյանքեր տանք հայրենիք ունենալու, թե հայրենիք տանք կյանք ունենալու։ Այ Ռոբերտ Աբաջյանները, որովհետև դրանք տասնյակ հազարավորներ են իրականում, իրենք մեզ անդադար մի ուղերձ են տվել ու սովորեցրել։ Երևի թե տարիքով մարդը, հասուն մարդը, երբ զոհվում է պատերազմի ժամանակ, չգիտեմ, ինչպես Միցեք ընկալումը ուրիշ կերպ է եղել, բայց երբ 18 տարեկան պատանին գիտակցաբար իր կյանքը զոհում է, որ սերունդները հայրենիք ունենան, ոչ թե ասած Նիկոլի զոհվել են, որ մենք ապրենք, ոչ իրենք չեն զոհվել, որ ես ապրեմ, մյուսը ապրի, մյուսը ապրի, իրենք զոհվել են, որ հայրենիք լինի, ու մենք ունենանք այդ հայրենիքը։ Այո, որ Արցախը մնա, Հայաստանի Հանրապետությունը մնա։ Եկան 2018-ին զավթեցին եւ ըստ էության ասած գլխիվայր շուռ տվեցին, այն ուղերձը, որ Ռոբերտ Աբաջյաններն էին մեզ տվել եւ հակառակը իրենք ասեցին, որ ոչ, պիտի հայրենիքը տալ։ Հայրենիքը պետք է տալ իբրև թե կյանքեր փրկելու համար, որովհետև ըստ էության դա կեղծ թեզ է, այդպես չի լինում։ Հայրենիքը տալով կյանքերը չեն փրկվում եւ դրա փաստը հենց նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքում հիշում եք, ինքը ինչպես էր արդարանում այն բունկերում թաքնված, այսպես արյունը լցված աչքերով, երբ ասում էր, որ ինքը Արցախը հանձնում է, որ 20,000 զինվորի կյանք փրկի, դրանից հետո մոռացել էր ասած թիվը, մեկ էլ ասում էր 30,000։ Դե ինքը պլյուս մինուս։ Ինքը տենց գերագույն գլխավոր ժամանատար է, նույնիսկ տեղեկություն չուներ իրականում զինվորների քանակի մասին։ Եվ ինչ տեղի ունեցավ, դրանից հետո փրկվեցին կյանքերը, չփրկվեցին։ Դրանից հետո մենք ջերմուկեղությամբ ունեցանք զոհերը։ Դրանից հետո մենք պարբերաբար Արցախում հենց իր կնքած խաղաղության արդյունքում, տեսեք կրկնում եմ, խաղաղության արդյունքում իր կնքած մենք պարբերաբար քաղաքացիական շրջանում զոհեր էինք ունենում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ու մինչև հաջորդ օրվա ժամը 2-ը եւ ինչու՞ չէ դրանից հետո էլ մինչ արդեն բռնի տեղահանումը մենք այսպես տոկոսային հարաբերությամբ, ավելի շատ զոհ ենք ունեցել, քան 44 օրյա պատերազմի 1 օրվա ընթացքում ունեցած զոհերը։ Այսինքն մարդը հայրենիքը տվեց, դրանից կյանքեր չփրկվեցին եւ մենք
ինչի համար է մեր անհանգստությունը, ինչու չենք հանդարտվում, չենք ասում դե լավ, վերջ, մեր Արցախը չկա, այսպես առօրյայով ապրենք, մտածենք ինչպես ենք կարողանում շարունակել մեր կյանքը Հայաստանում, ինչու, որովհետև հասկանում ենք, որ նույն process-ը տեղի ունենում Հայաստանում, ամեն բան Արցախում մեկ օրում չեղավ, եղավ փուլ առ փուլ, եղավ իր պայմանավորվածությունների վարած քաղաքականության կամ չվարած քաղաքականության։ Հիմա նույն process-ները երևում են Հայաստանի Հանրապետությունում եւ դա մեղմ ասած սարսափ է առաջացնում։ Այո, ցավալի է ու մենք ունենք վարչապետ ցավոք սրտի, ով էլի ցավոք սրտի վերընտրվել է, բայց այնուամենայնիվ ինքը ուներ գրառում, որ ինք ուզենայի։ Չի վերընտրվել, զավթել է։ Կրկին զավթել է։ Թվականին է զավթ է, որը որ արդեն մենք փաստերով ունենք, գիտենք, հասկանում ենք, բայց այնուամենայնիվ կեղծ է լանտրությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնում է մեր քաղաքացիներին, մասնավորապես արցախցիներին հարցնում էր ինչու չեք զոհվել եւ այսպես շարունակ։ Հիմա այնուամենայնիվ ըստ իրեն ինքը բերել է խաղաղություն, բարի, բոլորս խաղաղություն ուզում ենք, իհարկե ոչ նվաստացուցիչ պայմաններով, ոչ հայրենիքի գնի հաշվին։ Մեր պայքարը խաղաղության համար է 30 տարի շարունակել։ Այս վարչապետ կոչեցյալը ասում է թող խաղաղ ննջեն բոլոր զոհերը, ներառյալ նաև Ադրբեջանի Հանրապետության զոհերը, ասենք այն մարդիկ, Ռամիլ Սաֆարովները, ովքեր որ կոտորում էին մեր կանանց, երեխաներին, արգելված զինատեսակներ էին օգտագործում Ստեփանակերտի վրա եւ այդ ամեն ինչի մեջ մենք ապրել ենք, ամեն օր վերապրում ենք ու ինքը ուզում է որ խաղաղ ննջեն։ Ես ընդունում եմ եւ հասկանում եմ, որ ինքը չի ընդունում, որ ինքը հայ է ու հայերի հետ կապ չունի, առավել եւս արցախցիների, Լեռնահայաստանի եւ այլն։ Բայց այնուամենայնիվ, ստեղ մի հարց եւս առաջանում է։ Եթե դու բերել ես խաղաղություն, ասում ես իմ չվերընտրվելու պարագայում մենք ունենանք պատերազմ։ Դա խնդիր համար 1 եւ երկրորդ, եթե դու բերել ես խաղաղություն, ինչպես դու ես նշում, բա գերիների արկայությունը ինչի հիմնավորումն է, ինչ փաստարկ ունես, որ մենք ունենք գերիներ, եթե դու ինչպես որ դու ես նշում, բերել ես խաղաղություն։ Ես ուսումնասիրել եմ բազմաթիվ այս տարածաշրջանում տարբեր իրադարձությունների շրջանակներում, չի եղել խաղաղության համաձայնության, հաշտության համաձայնություն, երբ չի եղել գերիների փոխանակում եւ մնացած այն ներածին մասով են սկզբնական, նախապայման այսպես կոչված, որ մեր գերիները ինչու համար են Բաքվում ու մեր գերիներին ինչու են դատում 20 տարով ցմահ ազատազրկման, եթե խաղաղությունն է եւ դու ընդունում ես, որ դու հանձնել ես Արցախը, որպեսզի բերես խաղաղություն, այլ մարդիկ չզոհվեն եւ այլն եւ այլն։ Դե պարզ է որ դա հեքիաթներ է, բայց այնուամենայնիվ գերիների արկայությունը ինչի մասին է ու օկուպացված մեր 200 քառակուսի կիլոմետր տարածքը, որը որ Հայաստանի Հանրապետության սուվերեն մաս է։ Ինչի մասին է, եթե մենք խաղաղության մասին ենք խոսում։ Այսօր հենց այդ թեմայով ազգային ժողովում այդպես ելույթ հնչեց եւ խոսափողներից մեկը ԿՊ-ական զարմացած դե իրենց բնորոշ ոճի մեջ ոնց թե խաղաղություն չկա։ Այսինքն, եթե գերիներ կան, ոնց թե խաղաղություն չկա, ու համեմատեց իդեպ համաշխարհային պատերազմի հետ։ 1941-ից 45 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմի հետ համեմատեց, դա ասելով, որ 10 տարի է տևել, մինչև այդ հարցը լուծվել է։ Այսինքն, հիմա ուղղակի թե անուղղակի ԿՊ-ական բարձրախոսը հայտարարեց, որ միգուցե եւ 10 տարի տևի։ Բայց անգրագիտությունը, չէ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 27 միլիոն մարդ է զոհվել ու համեմատել է, չէ՞, դա համաշխարհային պատերազմ է։ Դե եկեք թողենք իրենց այդ գրագիտության աշճանը, փաստերի համադրման հնարավորությունները իրենց, ինչևէ, ամբողջ խնդիրը նրանում է, որ խաղաղություն բառը ինքը երկու պետությունների, այսպես ինքնիշխան, ինչ որ հարաբերությունների մասին է, ճիշտ է։ Երբ որ մարդիկ նստում են, առաջի հերթին կենցաղում այդպես երկու հարևան կռվել են իրար հետ, պիտի նստեն, նախ եւ առաջ որոշեն իրենց այդ խաղաղությանը, իրար հետ կողք կողքի ապրելուն ինչն է խանգարում։ Ոչ քաղաքական մասով, հենց հումանիտար, հա։ Ծառն է խանգարում, չգիտեմ, քարն է խանգարում, ինչն է խանգարում։ Հիմա գերիների արկայությունը դա հումանիտար դաշտում է։ Համենայն դեպս մինչ իրենց Ամերիկայում այդ իբրև խաղաղության, հա, օրակարգի նախաստորագրությունը, հա,
Մինչ այդ ինքը լրիվ հումանիտար դաշտում էր, այսինքն եթե դու բերում ես դա արդեն դարձում ես քաղաքական գործընթաց, քո խաղաղության օրակարգը, մինչ այդ պիտի դու լուծեիր բոլոր հումանիտար խնդիրները։ Հումանիտար խնդիրների առաջնահերթ իհարկե առաջինը դա գերիների առանց պայմանի վերադարձն է, առանց որևէ պայմանի։ Հաջորդ հումանիտար հարցը արցախցիների իրենց տներում, տեսեք, եկեք չդնենք դու անունը նույնիսկ հայրենիք, եթե ինքը շատ նեղվում է դրանից, իրենց տներում ապրելու իրավունքը, չէ որ ես տունը սարքել եմ, ես ջանք, տարիներ, կյանք գումար եմ, չէ, ներդրել, որպեսզի ես այդ տունը ունենամ։ Հիմա ես ունեմ իրավունք այդ տանը ապրելու, թե ոչ։ Ահա, այսինքն դա հումանիտար հարց է, թե ոչ։ Այդ հարցից որևէ մեկը չխոսեց։ Մինչև այդ երկու նախապայմանները չկատարվեին, չէր կարող խաղաղության օրակարգի մասին արդեն ինչ-որ քննարկումներ, քաղաքական լուծումներ տրվեին միանշանակ։ Տեսեք, գնալով ես ավելի եմ համոզվում սրա մեջ, որ խաղաղության օրակարգ դա միայն Նիկոլ Փաշինյանի ու իր խմբի համար է։ Ինչու՞, որովհետև վերջին օրերում այն ինչ որ տեղի ունեցավ, այ օրեր առաջ, ցավոք սրտի մեր ներքաղաքական կյանքում այնպիսի բուռն իրադարձություններ են տեղի ունենում իրար հանդեպ, իրար նկատմամբ, միմյանց նկատմամբ ինչ որ մեղադրանքներ, այն մեկը թալան, այն մեկը չգիտեմ ինչ, որ թե արտաքին process-ներում ինչ են տեղի ունենում Հայաստանի վերաբերյալ դուրս մնաց քննարկումից։ Իսկ ինչ տեղի ունեցավ իրականում։ Օրեր առաջ ամեն բան սկսվեց Նոա Ալիևի առաջի հայտարարությունից, այնուհետև ինքը ամրագրեց երկրորդ հայտարարությամբ, երբ խոսեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասով, որը ինքը այսպես դա դարձրեց քաղաքական հիմք, պահանջներ դնելու Հայաստանի առաջ։ Շատ հետաքրքիր է, չէ՞, 2020-ի նոյեմբերի 9-ին կնքվեց այդ հայտարարությունը տրվեց, եւ մենք ամեն օր, ամեն ժամ արձանագրում էինք, որ Ադրբեջանը ամեն պահի խախտում է հայտարարությունը իրենց երրակողմ իրենցից ստորագրած եւ որևէ կետ չի իրականացվել Ադրբեջանի կողմից, բայց արի ու տես, որ տարիներ անց Ադրբեջանի բռնապետը հիշեցնում է Հայաստանին 9-րդ կետի մասին եւ ասում է, որ դա պիտի հրատապ լուծում ստանա Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքը, Զանգեզուրի միջանցքը, իրենք ուրիշ եզրույթ չեն օգտագործում, հենց Զանգեզուրի միջանցքը, իրենք այդպես են ասում։ Ուզում են այստեղ թրիփ ասեն, ինչ ուզում են ասեն, իրենք ունեն իրենց անունը եւ նպատակները դրա հետ կապված։ Հետաքրքիր է, որ դրանից հետո Ալիևն հիշեցնում էր, որ իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունները, իհարկե ինքը ասում էր, որ դա ամոթ բան չի կապիտուլյացիայի ենթարկվելը, պարտավոր են կատարել հաղթող կողմի պահանջները։ Դրանից շատ կարճ ժամանակ անց, նույնիսկ 1 ժամ չէր անցել, ադրբեջանական ամբողջ մեդիայում սկսվեց տարբեր վերլուծություններ, կառուցված Ալիևի խոսքի վրա։ Այն է դրվեց հստակ պահանջ փակել Արցախի ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում, վերացնել բոլոր խորհրդանիշները, այսպես անջատողական, եւ ի վերջո այդ ամենը ամրագրել սահմանադրությունը բնականաբար փոխելով Հայաստանի Հանրապետության։ Դրանով կարծես կնիքը դրեցին ամբողջ։ Ու վերջում հիշեցրեցին, որ այնպես չլինի, որ կարիք լինի հիշեցնելու ով է տարածաշրջանում օրակարգ թելադրում։ Հիմա նայեք, այսպես կարող ենք սա դիտարկել որպես հոխորտանք հերթական, չէ՞, Ադրբեջանի կողմից, բայց այստեղ կարևոր բան է, որ մեկ այլ պետություն, որի հետ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իբրև թե խաղաղության օրակարգի մեջ են, խոսում է թելադրանքի լեզվով, պահանջներ դնելու լեզվով, հա, այսինքն այստեղ երկու սուվերեն պետությունների, ինչ որ ինքնիշխան պետությունների հարաբերությունների մասին չի խոսք, այստեղ պայմաններ թելադրելու մասին է, այսինքն սա չի կարող լինել խաղաղության օրակարգ, սա կարող է լինել ուղղակի թելադրանք եւ Բաքվի պահանջների օրակարգ, կատարման օրակարգ, սա ուրիշ կերպ դիտարկել հնարավոր չէ։ Ինչ է տեղի ունենում, նույն օրը երեկոյան Արցախի փաստաբանի հայտարարությանն ենք ականատես լինում, որով ասում է, որ շատ այսպես արագացված դատախազությունը վերաքննիչ դատարանից պահանջել է արագընթացակարգով քննել Արցախի Հանրապետության սեփականազրկման հարցը, այսինքն խլման հարցը Արցախի ներկայացուցչության։ Հիմա տեսեք,
Եթե շատ հանգիստ դու կարողանում ես այս բոլոր 3 իրադարձությունները ընդամենը 1 օրվա մեջ դնել իրար կողք, դու ակնհայտ տեսնում ես։ Վերլուծություն պետք չի, ընդամենը պետք է ինֆորմացիա ունենալ։ Եվ այստեղ գլխավոր հարցը, որ ես շատ կուզեի, որ խորհրդարանական մեր ընկերները ընդդիմադիր միակ թեման մեկ շաբաթվա, որ պիտի լիներ քննարկման փուլում եւ հարցախեղտ պիտի արվեին իշխանության ներկայացուցիչները, պիտի լիներ միայն սրա շուրջ, ուրիշ թեմա չպիտի լիներ եւ հարցը պիտի լիներ ընդամենը մեկ ձևակերպում, ով է Հայաստանի քաղաքական եւ իրավական օրակարգ կազմակերպողը, թելադրողը, առաջադրողը, Երևանը թե Բաքուն։ Հասկանում եք, սրա հստակ հարցը պիտի հնչի եւ ուղիղ պատասխան պիտի տրվի։ Եվ այդ ուղիղ պատասխանից թե մենք, թե Ադրբեջանը կարող ենք հանգիստ ենթադրություն անել։ Դե բնականաբար ես համոզված եմ, որ եթե նույնիսկ նման հարց հնչի խորհրդարանում իշխանականները իրենց ձևերով մանևրելու են եւ երբ որ թակարդ ընկնեն, ասելու են՝ թալանը հիշեք, թալանը։ Որովհետև այդպես է, երբ որ իրենք արդեն իրենց բռնում ես այդ ճշմարտությունը, իրենք չեն կարողանում այդտեղից դուրս գալ, արդեն թալանով են ուղակի շեղում թեմայից։ Բայց ինչևէ մենք բավականին լուրջ խնդիրների առաջ ենք եւ տեսեք, այստեղ բնականաբար գերիների մասին քննարկում, այսինքն այս իշխանությունները կարողանան գերիների մասին քննարկում անել, երբ որ իրենք ինչու ես այս ամենը սկսեցի բերեցի այստեղ։ Տեսեք, հումանիտար հարցից իրենք բերեցին, դրեցին սա քաղաքական հարց դարձրեցին։ Գերիների հարցը իրենք են դարձրել քաղաքական հարց։ Իսկ քաղաքականության մեջ այս իշխանությունները չկան, ընդունեք, որ չկան, իրենք գոյություն չունեն։ Իրենք կամակատարներ են Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ տանդեմի ու ցավով պետքա մի քանի կետ առանձնացրել է, ուրեմն տեսեք, արտգործ նախարարին հարցում են գերիների հետ կապված, ասում է դե ծնգլահան արեցիք։ Այսինքն իրենց վերաբերմունքը մեր Արցախի նախագահների, ռազմաքաղաքական ղեկավարների, այն մարդկանց, ովքեր ընկերներ են կորցրել, պայքարել են 88-ից 20։ Այսինքն իրենք 30 տարի տվել են, իրենց կյանքը դրել են դրա համար։ Բայց լավ, դա ընդհանրապես իրենց էթիկայի հանձնաժողովով նայենք, մարդկային տեսանկյունից նայենք, թե քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի մոտեցմամբ, ծնգլահան որպես այդպիսին եզրույթ կամ մոտեցում, դա փողոցային խոսում։ Գերիների մասին, այսինքն մարդկային կյանքերի մասին է խոսքը, այնտեղ կան մեր գերիների մեջ, որ առողջական խնդիրներ ունեն տարիքի հետ կապված եւ այլն, բայց մի արձանագրում եւս նաեւ դուք նշեցիք ազգային ժողով, այնտեղ հարցնեն Նիկոլ Փաշինյանին կամ պատասխանատուներին, իրենք մանևրելու բոլոր տարբերակները գիտեն, եթե չգիտեն էլ Էրդողանը եւ Ալիևը օգնում են, բայց այնուամենայնիվ ցավալի է ու նաեւ փաստ, որ ազգային ժողովում հերացվել են այս պահի դրությամբ Արցախի դրոշները, որոնք մեր ընդդիմադիրները նաեւ ունեին, կարծում եմ այդ հարցը կվերանայվի, որովհետեւ եթե ի սկզբանե հնարավոր է եղել, չեմ կարծում, որ այս գումարման ընթացքում ունենալով նաև Արցախցի արմատներով падգամավորներ, հետագայում այդ խնդիրը կլուծվի, բայց մեր գերիների հետ կապված հարցը այսպես կոչված, մենք չկարողացանք, որպես նաև ես, ընդդիմադիրներս բերեինք առաջի գիծ, այսպես կոչված, որպիսի հանրային պահանջ լիներ, որպիսի հանրությանը ներկայացնենք, որ լինում է, չէ, ժողովրդի մեջ մոտեցում, որ մեզնից ոչինչ կախված չի, մենք չենք կարող իրավիճակը փոխել եւ այլն, բայց մենք բազմիցս թե հանրապետական կուսակցության երիտասարդները, թե մյուսները ընդդիմադիր դաշտից բազմիցս ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու մյուս տարբեր բարձրաստիճան գերատեսչություններում եւ այլն բարձրացնել ենք, այո, միասին, այո, անգամ եթե չեմ սխալվում, մենք միասին ենք, երբ որ եկել էր փոխվարչապետ, չէ, Ամերիկայի ու Վենսը, ու ունեցել ենք իրավիճակներ, որտեղ միասնականություն ենք դրսևորել գոնե ընդդիմադիրները, որպեսզի հարցը բարձրացնենք, բայց ցավոք սրտի այն արձագանքը, որը որ արտաքին այսպես կոչված աշխարհը պետքա ստիպեր Ալիևին, կամ այդ լծակները ճիշտ չեն օգտագործում նաև ընդդիմադիրները, դե բնականաբար իշխանականների մասով ամեն ինչ պարզ է, կամ այդ հանրային մենք չկարողացանք ճիշտ ալիք ձևավորենք, որպեսզի խնդիրները լուծվի ի սկզբանե գերիների եւ ինչու՞ չեն նաև պետքա օրակարգային սարքել արցախցիների ձեր նշած տուն վերադարձի, եթե իրենք նեղվում են հայրենիք բառից կամ Արցախ բառից ու
Վերջին նկատառումս, որ կուզենայի նշել, տեսեք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում ժենգյալով հաց է ուտում ու ասում է Արցախ։ Դուք պատկերացնում եք, մեր երկրի վարչապետը վախում է Արցախ բառից, արտգործնախարարը վախում է, ՔՊ ուսապարկերը վախում են, չէ՞, բայց այնուամենայնիվ պատկերացնեք մեր երկրի մեջ հարևան երկրի պետության, չէ՞, ասենք իրենց մոտեցումները ու Արցախ բառը իր համար լրիվ նորմալ, կիրառելի, օգտագործելի է ու ես ցավում եմ, որ մենք ուրախանում ենք, որ ասենք Իրանի դեսպանը ասում Արցախ ու մենք դրանից ոգևորվում ենք։ Ես շատ կուզեի, որ մենք հաջողեինք մենք ընդդիմադիրները ստեղծել մի իրավիճակ, որտեղ որ եւ գերիների մասով իրավիճակը կարողանայինք ավելի հարթ կերպով լուծեինք բարձրաստիճան պաշտոնյա վերջի վերջո մեր Արցախ մեր ինքնության մեր իմ համար շատ ցավալի է որ ես տեսնում եմ որ ասենք ինքս ծառայելով նաեւ Արցախում որ Արցախի նախագահան դատվում է ու Ալիևը այնտեղ ասում է որ գիտեք ինչ կա իրենք ուզում էին հայտնվեին Բաքվում իրենք հայտնվել են Բաքվում բայց բանտում Բաքվի մենք ու մեր պապերը երբևիցե չենք պարտվել ադրբեջանցիներին։ Ես անգամ պատմական մի հիշեցում ունեցել ենք մելիքությունների մեջ մեկ դավաճան, ով որ պայմանավորվել է իր մելիքությունը իր մահից հետո հանձնի, որպիսի այդ իր իշխանության օրոք ամեն ինչ հարթ ընթանա եւ խաղաղ լինի, դե բնականաբար մյուս մելիքությունները դեմ են գնացել, եղել են ընդհարումներ եւ այլն, բայց վերջի վերջո ինքը երկար տարիներ չի ապրել իշխանությունից հետո եկել են որ վերցնեն մյուս մելիքությունները պայքարել են որպիսի մնա միանա միասնական Արցախին եւ այլն եւ ուզում եմ ասեմ դավաճանների ճակատագիրը մեկը մելիքությունը հանձնես մեր հայրենիքը հանձնես մարզ հանձնես թե նույնն է դու այդ խարանը քո վրա քո ընտանիքի վրա հա այդ սերունդների վրա այդ Փաշինյան Նիկոլ այդ դաջված չգիտեմ ոնց է դաջվելու դա պատմության մեջ ես նախորդ անգամ մեր լավ ընկեր Կարապետի հետ էինք զրուցում իդեպ ես ասում եմ որ մեր հողը, մեր հայրենիքը, Արցախը եւ Հայաստանը պետք է իրանք անգամ գերեզման ունենալու հնարություն չունենան, որովհետեւ ափսոս է մեր հողը, որ իրանք կրի։ Դավաճաններ են եղել, որ չեն թողել գերեզմանում։ Թող գնան Բաքվում, այնտեղ իրանք այդ Ռամիլ Սաֆարովների հետ եւ այլն։ Եվ մի հետաքրքիր դեպք պատմեց Արիկ Հարությունյանի վերաբերյալ 20 թվականի, եթե չեմ սխալվում, Կարապետ Պողոսյանը ասում է նստած էինք իրեն սիրելի, էլի եթե չեմ սխալվում, Եվրոպա հյուրանոցի այդ սրճարանում, ասում է Արայիկը մոտեցավ Հարությունյան ասեց դե թողեք Նիկոլ Փաշինյանից էինք դժգոհում բնականաբար, ասեց թողեք թող աշխատի, միգուցե ստացվի եւ այլն։ Հիմա հետաքրքիր է, էլի պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը մեր գերիներին հանձնել է ադրբեջանցիներին, այսինքն ինքը բոլոր հնարավորությունները, լծակները ուներ, որպեսզի թույլ չտար, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարները հայտնվեին Բաքվում ու այս նվաստացուցիչ վիճակը, որը որ ես իմ վրա եմ վերցնում։ Մետաքսե ջան, այնտեղ դատում են ինձ, քեզ, ձեզ, մեզ բոլորիս, հայ ժողովրդին են դատում, այնտեղ անձերի չեն դատում ու այն անձերը, ովքեր որոնց կյանքը նվիրաբերել են, բոլոր հնարավոր տարբերակներով պայքարել են ու նման իրավիճակի ականատեսն է եղել Կարապետը, որը որ ցավով տեսեք, որ դավաճան անգամ չի ներում այն մարդկանց, ովքեր որ փորձել են իր մեջ մարդ տեսնեն կամ հնարավորություն։ Իրականում գերեվարելուց, հա, պատանդարվելուց հետո ես շատ դժվար եմ խոսում մեր հայրենակիցների, չեմ ասի ընկերների, որովհետև ես չեմ հասցրել իրենց հետ շատ-շատերի հետ ուղակի ընկերանալ, բայց բոլորի հետ շփում եմ ունեցել, իհարկե 2020 թվականից արդեն հետո, թե նախագահների, թե մեր ռազմական գործիչների, Ռուբեն Վարդանյանի, նաև Դավիթ Մանուկյանի, պարոն Իշխանյանի հետ աշխատել ենք, դժվար է խոսել, խուսափում եմ խոսել Արայիկ Հարությունյանից անկեղծ ասած, որովհետև ինձ համար հիմա տարբերություն չկա։ Մենք տարաձայնություններ ունեցել ենք, դրան ականատես եք եղել դուք բոլորդ, մեր հայրենակիցները այստեղ, ես այդ 3 տարիների ընթացքում որևէ այդպես էլ եզր չեղավ, որ մենք կարողանանք մեկ ուղղությամբ գնանք, եւ դա ոչ թե եղել է անձի նկատմամբ, այլ քաղաքական գործիչ, Արցախի հանրապետության նախագահի բռնած սխալ ճանապարհի նկատմամբ։
Ինչևէ, ցավոք սրտի ինքը եւս բակվում է եւ ես միակ բանը, որ մաղթում եմ իրեն, ինչպես նաեւ իմ մնացած բոլոր հայրենակիցներին, դա շուտապույտ վերադարձն է իրենց տուն, իրենց երեխաների, իրենց ընտանիքի մոտ եւ առողջ լինեն ու կարողանան իրականում այո, վերադառնալ մի օր։ Ինչ վերաբերում է իրենց հիմնական շփումը եղել է անկեղծ ասած 2020-ից հետո, բայց նախկին նախագահների հետ, ռազմական գործիչների հետ այդպես ակտիվ չի եղել, շատ այսպես մտերմիկ հարաբերություններ են եղել պարոն Վարդանյանի հետ, երբ մենք ճակատով միասնական հանդես էինք գալիս եւ ժամանակ առ ժամանակ եղել է, երբ իր առանձնասենյակում ուղղակի այսպես զրուցում էինք ու իրար պատմում ծնունդով Հայաստանից, բայց մեզ ուղնուցուցով Արցախցի զգալու այդ ձգտումը դեպի Արցախ ու այդ պաշտան մունքը Արցախի նկատմամբ ինչպես է ձևավորվել, ինչպես է դա եւ կներեք հուզվում եմ այսպես ալին Եվ ես կուզեմ Ռուբեն Վարդանյանից մի կարճ պատմություն հիշել, մի օր այդպես մեր առանձնազրույցներից մեկի ժամանակ, երբ ես պատմեցի, որ 2020-ի պատերազմից հետո հրավիրվել էի Ասկերանի շրջանում միջոցառման եւ միայնակ մեքենայով գնում էի ու անցնում եմ ամառեր, այս ժամանակներն էին դեպի Ասկերան գնացող ճանապարհը շատ այսպես քարքարոտ, հա, ճանապարհի կողքերը ծառեր չկային, այդպես որպես այդպիսին հողոտ ճանապարհ էր եւ գնում եմ փոշու միջով, ես էլ մենակ ու ինձ ասում եմ լավ Աստված իմ, ես ինչի համար եմ սիրում այս ամենը ու ինձ համոզում եմ, տես օրինակ ավելի լավ տեղեր կան, չէ, Հայաստանում կա Ծաղկաձոր, Դիլիջան, չգիտեմ, ի վերջո աշխարհում կա Շվեյցարիա, ու ինձ համեմատություններ ու հետո ես ինքս պատասխանում եմ, որ չգիտեմ, սիրում եմ, որովհետև իմն է, սա իմն է, ու դրանով ամեն ինչ ասված է, ու ես պաշտում եմ Արցախը, որովհետև սա իմն է։ Չունեի ես ուրիշ պատասխան դրան։ Ես պատմեցի իրեն, ու ինքը ժպտում է, ասում է իրականում երևի մեր շատ հայրենակիցներ Արցախի մեզ չեն հասկանա, ինչպես նաև Հայաստանի մեր հայրենակիցները, մենք ուրիշ ենք, հա, մենք Հայաստանից Արցախ տեղափոխված հայեր ենք, որ այսպես երկուսի մեջտեղում է, ու ասում է, գիտես, ես մի օր տղայիս հետ էի, փոքր տղայիս հետ, ասում է, շփվեցինք, խոսեցինք, ու հետո երբ մենակ մնացի, ասում է, սկսեցի մտորել, որտեվ իմ տղան ինձ սկսել էր շատ հարցեր տալ։ Բա որ մի օր իմ տղան հարցնի, բա դու ինչու ես հայ։ Ես իրեն ինչ պիտի պատասխանեմ, հայ եմ, հայրենասեր եմ, որովհետև օգնում եմ հայ ժողովրդին, որտեվ օգնում եմ Հայաստանին, Արցախին, հա, ունեմ հնարավորություններ ու ասում եմ մտածեցի, ասի դե շատ շատերը կան, որ անում են նույն բանը ու հասկացա, որ ես պիտի գամ Արցախ ու հենց այդ դժվար ժամանակահատվածում, որ ես ինքս հավատամ, որ ես այո հայ եմ ու ես արժանի եմ կոչվելու այս երկրի զավակ այդ օրը ուղղակի հայ ես իմ պատմությունն էի պատմում ինքը իր, բայց հիմա որ հիշում եմ շատ մեծ այսպես իմաստ կա իր ասած խոսքերի մեջ ու ամեն անգամ չեմ կարողանում առանց հուզմունքի հիշել իրականում այդ պարզ խոսքերի մեջ մեծություն կար ու իրականում ես այդ օրվանից ես հասկացա որ մարդ է Ռուբեն Վարդանյանը ով իրականում ինքը շատ պարզ արտահայտվելու ձև ուներ շատ պարզ էր պահում իրեն շատ պարզ այսպես անմիջական շփում ունեի բայց շատ խորը մարդ է շատ անասելի ու շատ մեծ այսպես հայրենասեր, չնայած մի օր Արայիկ Հարությունյանից հիշեմ, մի օր նախապես, հա, ինձ կանխելով իմ խոսքը, ասեց, մենակ չասեք, հա, դուք ավելի հայրենասեր եք, քան ես, ու իր պատասխան, ու ինքը պատասխանում, ինքը իմ փոխարեն հարց է տալիս ու պատասխանում, ասում է, հայրենասիրությունը շատ ու քիչ չի լինում, կամ կա, կամ չկա։ Ես առաջի անգամ նայեցի ասում եմ, բայց ես համաձայն եմ ձեր հետ, ես չեմ հակառակվում ձեր ասացին, իսկ ով ասեց, որ ամեն հարցում պիտի հակառակվեմ։ Ինձ համար շատ յուրահատուկ է եղել
երկու նախագահներին ճանաչելը, փորձեմ արագ պատմել, երբ ծանր շրջաններ բլոկադայի, արդեն իրականում ամառված գարնան վերջներ, իրականում դեռ բնությունը ոչինչ չէր, հաճ կար բնության մեջ, այդպես որ հնարավոր էր սնվել, սնունդ չկար, ոչինչ չկար, մի օր Ռուբեն Վարդանյանը այսպեսի մի առաջարկ է անում, ասում է, այսպես դժվար ժամանակներում են միասնականությունը երևում եւ եկեք ճաշկելույթ կազմակերպենք, պատկերացնում ես մեր ռեակցիան, նայում ենք ինչ ճաշկելույթ ոչ մի բան չկա, ասում եմ բոլորի տներում մի բան կլինի, որ դուք պահել եք, որ ավելի ծանր ժամանակում դնեք սեղանին, նեղորվա, այսպես, հա, ձեր երեխաների համար եք պահել, այն ամենավատ ժամանակի համար, եկեք բոլորս դա բերենք ու միասին նստենք, ճաշենք, ընթրենք, անկեղծ ասած, ինձ թվում էր չի ստացվի, բայց թե ինչ ոգևորություն եղավ, ինչ մեծ ոգևորություն էր ու եթե չեմ սխալվում, դա Զատկի տոնի ժամանակահատվածներ, որովհետև պատկերացեք ձուն օրինակ շքեղություն էր Արցախում, չկար ձու, որպես այդպեսին չկար։ Ու ես հիշում եմ, որ ես էի այսպես ձևավորել մի քանի ձու տնից, ներկել էի սոխի կեղևով, այդպես վերջի այլուրով ինչ որ բան էի թխել, հիմա մանրամասն չեմ հիշում, բայց հաստատ իրոք տան են ամենալավ բաները, ու բոլորն էին այդպես արել, ոգևորված բոլորս հավաքվեցինք, շատ էինք, 100-ից ավել մարդիկ էին, երևի 150 հոգի նույնիսկ, ու մի կին էլ կար, հենց տեղում որոշեցինք ժնգյալով հաց, որովհետև դե կանաչին կար, մի բուռալյուրը հայթայթել էինք, հա։ Տեղում բոլորս այդպես մասնակցեցինք ժնգյալով հաց ու մեծ ոգևորություն կար, շատ ոգևորություն, մի պահ իրոք հավատում էինք, որ հենց սա է, որ սրանով է, որ մենք հաղթելու ենք, իրականում դուրս ենք գալու այս վիճակից, իհարկե այդ պահին դեռ որևէ մեկս չէինք մտածում, որ մեզ դաժան ձևով են դավաճանելու, հենց մերոնք են մեզ դավաճանելու, այո, ու այնպես ստացվեց, որ ես հայտնվեցի սեղանի շուրջ երկու նախագահների ընկերակցությամբ, ես անկեղծ ասած իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, իմ կրթության ոլորտն է եղել, իմ պայքարը կռիվը, պատերազմը եղել է այդ ոլորտում, ու քննադատությունն էլ է եղել այդ ոլորտում, միշտ պայքարող եմ եղել այդպես բնույթով, բայց մնացած հարցերում եղել եմ անվտանգ, ապահով եւ երբևէ այդ ուղղությամբ որևէ ինչ որ ինձ անհանգստացնող մտքեր չեն եղել։ Եվ հետևաբար ես միշտ ինչպես եմ նախագահների պատկերացրել, սկսած Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահներից, վերջացրած Արցախում, հա, նախագահներից, մի տեսակ ներքուստ վախ եմ ունեցել իրենց նկատմամբ, որ սրանք այն մարդիկ են, այո, որ պատերազմ են հաղթել, մի ամբողջ քոչվոր ցեղից հայրենիք են փրկել, եւ այդ հայրենիքը ես վայելում եմ։ Իհարկե պետք է պատկառանք լինի նման մարդկանցից, վախ պիտի լինի, այո, նման մարդկանցից, եւ դու պիտի այդ սահմանը միշտ ունենաս։ Ես նույնիսկ իմ падգամավոր եղած տարիների ընթացքում միշտ այդ սահմանը ունեցել եմ։ Իմ առջև կանգնած են ինձ հայրենիք պարգևած նախագահներ եւ վերջ։ Դա խոսքը թե Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահների մասին է, թե Արցախի։ Ու բայց երբևէ ես իրենց հետ սեղանի շուրջ չէի եղել եւ չեմ պատկերացրել, որ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, հա, նախագահներից բնականաբար Արայիկ Հարությունյանը մեր հետ չէր այդ ժամանակ, կարող են այդպես տարբեր ու իմ պատկերացումներում նաև այս կերպարը, հա, ձևավորել։ Սկսեցին հյուրասիրել։ Դուք պատկերացնում եք իմ վիճակը, ես այսպես լարված, ձախ կողմերում նախագահները, լարված, իրենք ինձ հյուրասիրում են ափսեի մեջ մեկը մյուսը, ու գիտեք այսօրվա պես հիշում եմ, ես չեմ պատկերացել, սովորաբար ես պատկերացնում եմ, որ նախագահները երբ իրար հաջորդում են, իրենք իրար այսպես պիտի երբևէ ընկերներ չլինեն, իրար, այսպես, չգիտեմ, հակառակորդներ, հակամարտություն պիտի լինի, բայց ես իրականում մեծ ընկերություն տեսա այդտեղ ու հետաքրքիրը նա էր, որ նախ մրցում էին, ով ինձ ավելի շատ կհյուրասիրի եւ առաջի բառը, որ լսեցի, ինձ պարոն Ղուկասյանը ասաց, դու ճիշտ ուղու վրա ես, Մետաքսե, այդպես շարունակի, երբևէ չէի շփվել հետ, երբևէ որևէ քննարկում չէի ունեցել այդպես քաղաքական,
չշեղվես քո ճանապարհից, դա ճիշտն է։ Ու կողքից Բակո Սահակյանը ճիշտ է ասում, ճիշտ, այդպես կշարունակես Մետաքսը։ Դե պատկերացեք բլոկադայի ժամանակ, որ միշտ այդպես ուտելու կարիքը մեկը կա, ես լուրջ նստել եմ ու ոչինչ չեմ կերել։ Դա յուրահատուկ օր էր, դա իմ ճանաչման իրենց որպես մարդ։ Հա որպես քաղաքական գործիչ, որպես ռազմական գործիչ, ինձ պետք չէր ավել բան, ես տեսել եմ իրենց անցած ճանապարհը, բայց այդ ամենին լրացրեց իրենց մարդ, կիրթ, դաստիարակված այդ կերպարը։ Հաջորդը եղել է էլի պարոն Սահակյանի հետ արդեն սեպտեմբերի 21-ին 2023 թվականի, երբ ես շտապում էի նախագահական, արդեն այդ ծանր ժամանակն է, ու մոտենում եմ, տեսնում եմ պարոն Սահակյանը այնտեղ այդպես գետնից մի փոքր բարձր քարերին քահանայի հետ նստած է։ Դե բնականաբար քայլերս ուղղեցի իր կողմ, ինքը ոտքի կանգնեց, եկավ եւ իմ համար անսպասելի էր, որովհետեւ այդպես էլի եմ ասում, առանձնապես շփում չեմ ունեցել, գրկեց, պինդ գրկեց, ես փլվեցի, լաց եմ եղել հեկեկալով ու ասում եմ, պարոն նախագահ, էս ինչ եղավ։ Մենք ինչ պիտի անենք, ոնց ենք անելու, ինքը ասեց, պիտի պայքարես Մետաքսը, չասեց է պայքարենք, պիտի պայքարես։ Աշխարհի որ ծայրում լինես, հիշի խոսքս, պիտի պայքարես Արցախ վերադառնալու համար։ Այսինքն ինքը այդ ժամանակ արդեն պատկերացնում էր ինչ պիտի լինի, ինչը ես չէի պատկերացնում։ Պիտի պայքարես ու կանգ չառնես, դու ճիշտ ուղու վրա ես։ Ես հեկեկալով ասում եմ, ինչ պայքարել, չկա Արցախ, Ղարաբաղ չկա, պարոն նախագահ, ինչ պայքարել։ Դավաճանաբար հանձնեցին Ղարաբաղը, ես ոնց պայքարեմ, ես մենակ, ու ինձ ասեց, կանգ չառնես, դու կարողանալու ես, դու մենակ չես լինի, դու պայքարի։ Ու դա եղել է իմ վերջի հանդիպումը պարոն նախագահի հետ, տեսել եմ նաև Դավիթին Մանուկյան, հենց այդ ժամանակ, բարձր տրամադրությամբ, շատ տարօրինակ, ու ինձ գրկել Ստեփանակերտի հրապարակում, ասում Դավիթ, ինչ-որ բան նորմալ չի, ինչ ես ուրախ, Մետաքսյան, սպասի, սենց չի ավարտվելու, քեզ թվում է մեզ կարողանալու են հանեն մեր երկրից, դու պատկերացնում ես, մեզ ոնց են հանելու այս երկրից, լավ է լինելու, հանկարծ մի վայրկյան չմտածես, անկեղծ ասած ես այդ օրերին մտածում էի, որ մարդիկ խելագարվել են, ինձ թվում էր, թե ես չեմ ապրում այդ կյանքը, ես կողքից տեսնում եմ այդ կյանքը, ես այդ կյանքում չեմ, ու այն ինչ որ տեսնում եմ, ինձ թվում էր բոլորը խելագարվել են, մեկը իրոք ուրախ էր, մեկը, չգիտեմ, կորցրած իրեն, մեկը լացում էր, բայց ուրախ մարդիկ շատ տարօրինակ էին այդ ժամանակ ու միանշանակ ինչ որ բան նորմալ չէր։ Իսկ ուզում եմ պարոն Նացականյանի հետ եմ այդ օրերին շփվել, երբ անընդհատ ինձ ասում էր Մետաքսը, քո ուսանող երեխաները այնտեղ են անընդհատ կապի մեջ ես, Հայաստան ինչ որ բան պատրաստվում է անել, ու ես հենց այդ ժամանակ բարձրախոսը միացրեցի իմ աղջկա հետ, խոսելիս ասում եմ լսեք պարոն գեներալ, ու աղջկաս ասում եմ ինչ կա, ինչ կատարվում, հույս ունենանք, որ մեզ Հայաստանի իշխանությունները կհանեն այս վիճակից, ու աղջկս այստեղից բարձր լացելով, մամա, եթե կարողանում եք փրկվեք, որևէ բան չեն անելու, արդեն այդ ժամանակներ, երբ այդտեղ արդեն մարում էր նաև այդ միտինգները, այդ անհնազանդությունը ժողովրդի, ու ես այսօր հիշում եմ, այսօրվա պես հիշում եմ նաև պարոն Նացականյանի աչքերը, ծանր է, ու վերջում նաև պարոն Իշխանյանը, գրքեր ուներ պարոն Իշխանյանը, որը շատ եզակի տպագրություն ուներ, քիչ քանակով էր տպագրվել, պես դաշնակցական գրքեր էին, ու չեմ հիշում սեպտեմբերի 25-ն էր, չէ 25-ը չէր կարող լիներ, երևի 24-ն էր, որտեղ 25-ին Չարաբաստիկ պայթյունն էր, 24-ի երեկոյան ժամ էր, զանգեց ինձ, ասեց որտեղ ես, ասացի մեր խմբակցության սենյակում եմ, աշխատասենյակում, ասեց իջի իմ աշխատասենյակ, իջա 2 հատորյակը հանեց, ասում ասա ուզում եմ նվիրել քեզ ու ամուսնուդ, զարմացա ասում պարոն Իշխանյան, այս ձեզանից չես, ինչ եք անում,
Չէ, ես ուզում եմ, որովհետև այստեղ շատ կարևոր էլի ծանր ժամանակների մասին է գրված, որտեղ մենք կարողացել ենք դուրս գալ էլի մեր հայրենիքի նկատմամբ պաշտպանմունքի շնորհիվ, մեր ինքնազոհության, մեր կամքի, մեր հնարավորությունների շնորհիվ։ Ես ուզում եմ, որ դուք ունենաք այս երկու հատորյակը։ Գիտեք, ինձ հիմա որ հետ եմ նայում, կարծես թե պարոն Սահակյանը, թե Լևոն Նացականյանը իր աչքերի արտահայտությամբ, թե պարոն Իշխանյանը ոնց որ հրաժեշտ էին տալիս այդ ժամանակ, կամ հասկանում էին, որ միգուցե, այո, հա։ Դա էլ եղավ իմ վերջին տեսնելը պարոն Իշխանյանին, որովհետև անընդհատ այդ թոհուբոհի մեջ ամեն մեկս տարբեր ուղղություններով էինք, չէինք հանդիպում այլևս։ Կարող եմ երկար պատմել, բայց թող դա մնա էլի հաջորդիվ։ Մի կարևոր բան, ամենակարևորը պետք է մարդ մնալ։ Եվ երբ ես տարբեր հարթակներում մեր ռազմաքաղաքական վերնախավի ինչու եմ հատկապես իրենց առանձնացնում, որովհետև երբեմն մեր հայրենակիցների խոսույթում ատելության խոսք կա նաև իրենց նկատմամբ։ Հիմնականում հայրենակիցների չէ, իհարկե, այս քաղաքական խմբի կողմից եւ մոլորիալներից եւ մոլորիալների, բայց ես ուզում եմ ասել, որ մարդ եղեք, որովհետեւ խոսքը հենց մարդկանց մասին է, մարդկանց, ովքեր հավատացել են, ովքեր իրենց կյանքը տվել են իրենց հայրենիք փրկելու համար, իրենց սերունդներին հայրենիք պարգևելու համար։ Եվ ուղղակի հիշեք, որ հայրենիքը, որը մենք ունեցանք հենց իրենց շնորհիվ, մենք պարտք ենք վերցրել մեր սերունդներին, եւ այդ հայրենիքը մենք դեռևս պարտք ենք մեր սերունդներին։ Այսքանը իրենց մասին։ Փաստացի դուք մեր նախագահների падգամը վերցրել եք, խորհուրդը վերցրել եք եւ այդ պայքարը շարունակել եք։ Եվ ոչ միայն իրենց, նաեւ վերցրել եմ այդ падգամը Եռաբլուրից, վերցրել եմ Եղբայրական Պանթեոնից Արցախի։ Այո, անավարտ թողած գործը շարունակել եք։ Հանգիստ թողեք, հա, այս իշխանությունները ասում են հանգիստ թողեք, կամ հանգստություն, խաղաղություն մեր քաջորդիներին։ Իրենք հանգիստ չեն։ Իրենք խաղաղ չեն ննջում, իրենք խաղաղ չեն, իրենք հանգիստ չեն, որովհետև իրենց падգամը կատարված չի եւ ես հայեր չեն ապրում, խոսում եմ, շատ դժվար է իմ շփումները լինում մեր զոհված քաջորդիների ծնողների հետ, բայց ես միշտ ասում եմ, իմ պայքարը, ես չգիտեմ ինչքանով իրավունք ունեմ ասելու նաեւ իրենց պայքարի շարունակությունը, որովհետեւ մենք շատ փոքր ենք նաեւ այդպես համեմատվելու, բայց ես այստեղ ունեմ այդ падգամը, ես այստեղ ունեմ, իմ ականջներում է, դա իմ աչքերում է, ես որևէ կերպ, որևէ օր չեմ կարողանալու գլուխս հանգիստ բարձին դնել, քանի դեռ այդ падգամը կատարված չէ։ Եվ այդ падգամը կատարված լինելու համար մենք պիտի հայրենիք ունենանք։ Մենք դեռ անելիք եւ ասելիք ունենք, ինչպես նշվում է, հայրենիքը մեկ անգամ չեն փրկում կամ ազատագրում։ Իհարկե։ Եվ մեր հայրիս պայքարը, ինչպես նշեցի, հավերժ է։ Բարի վերադարձ մեր բոլոր գերիներին եւ վերջի երևի թե ամենացավալի թեմաներից է նաեւ այն, որ շատերը հենց Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով ապրում են բանտախցերում, իրենց ընտանիքներից հեռու կամ տնային կալանքում կամ մեկուսացված եւ այսպես շարունակ։ Ուրեմն քաղբանտարկյալների շարքը, եթե մենք սկսենք թվարկել, ես առանձնացրել եմ, որ նախորդ 8 տարիների ընթացքում Չարաբաստիկ 18-ից հետո ընդհանուր թիվը գերազանցել է 10,000-ը։ Պատկերացնում եք, երբևիցե մեր պատմության մեջ չի եղել բոլոր քաղբանտարկյալները ներառյալ տնային կալանքի կամ սարքի արկայությամբ եւ ընդհանրապես ու ունենք քաղբանտարկյալներ, ինչպիսին օրինակ Արմեն Աշոտյանն է, ինքը հանրապետական կուսակցության փոխնախագահն է, դրա համար է ինքը անազատության մեջ, որտեղ ինքը Արմեն Աշոտյանն է։ Ունենք քաղբանտարկյալ, ով գործող падգամավոր է, բայց հիմա չի կարող իր падգամավորական մանդատը կիրառի, օգտագործի բավարարություն հայ ժողովրդի, չէ, որովհետև հայ ժողովուրդը իրեն ընտրել է, սահմանադրության խախտում է դա հենց։ Արտուր Սարգսյանը չի կարող գտնվել ազգային ժողովի նիստերի դահլիճում, որովհետև Նիկոլ Փաշինյանին հարմար չի։ Էլ չեմ ասում, որ ունենք քաղբանտարկյալ բարերար, բարեգործ, չգիտեմ, Գագիկ Ծառուկյան, ում անգամ առյուծին քնեցրեցին, անհասկանալի էր ինչ վրեժխնդրության մասին է խոսքը։ Ունենք քաղբանտարկյալ ցավոք սրտի նաև կանայք, ովքեր ունեն անչափահաս երեխաներ,
ունեինք քաղբանտարկյալներ, ովքեր նորածին երեխաներ ունեին, ինչպես Գոհար Գումաշյանը եւ մյուսները։ Ու այս ամեն ինչի ֆոնին ուզում եմ հասկանամ ձեր ասածը նաև այսպես մեկնաբանեմ, այդ պայքարը շարունակողները նաև իրենք են։ Այդ պայքարը շարունակողները մենք պետք է լինենք, որովհետև իրենք էլ իրենց ընտանիքներից հեռու, զրկված ազատությունից եւ այլն, որովհետև կարող են իրենց բնականon կյանքով ապրեին, ինչու՞ չէ, շատերը կան նաև քաղաքական գործիչներ, ցավոք սրտի, որ այո, զգույշ են ավելի ստատուսների կամ նոր բառ կա, չէ, բարեկրթության սահմաններում լինեին եւ այլն։ Բայց այնուամենայնիվ ցավալի է, որ մենք եւ անչափահաս ունենք քաղբանտարկյալ եւ այդ քաղբանտարկյալները ավելանում են, որովհետեւ նախորդ օրերին նաեւ տեղեկացանք, որ Մարտուն Գրիգորյանը եւս ով Բարգավաճ Հայաստան կուսակցության, այո, մինչեւ թարմացնում ենք այսպես կոչված ու այս քաղբանտարկյալների շարքը շարունակական է լինելու, քանի այս իշխանությունները իշխում են Հայաստանի Հանրապետությունը, որտեղ իրենք լրացնում են հիմնականում այն մարդկանց, ովքեր իրենց հաճո չեն խոսում, իսկ իրենց հաճո չեն խոսում են մարդիկ, ովքեր սիրում են Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը, ովքեր պայքարում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար են պայքարում, ովքեր որ ընդունում են, որ մենք առաջի քրիստոնյաներն ենք, ունենք կաթողիկոս, մեր եկեղեցիները մեր համար սրբավայրեր են, սրանց համար ճուլաններ, չէ՞, ինչպես Շուշին էր իրենց համար դժգույն քաղաք, այնպես էլ այս մարդկանց համար վաղը դժգույն է լինելու Սևանը, որը ադրբեջանցիների համար գոյ չէ եւ այլն, եւ քաղբանտարկյալների այդ մեծաքանակությունը նաեւ նրա մասին է, որ մի ուրախանալի բան կա, որ պայքարողները շատ են, դրա համար էլ 10,000 քաղբանտարկյալներ են ունեցել ու այդ քաղբանտարկյալների թիվը ավելի շատ կլիներ, եթե իրանք հնարավորություն ունենային ֆիզիկապես բոլորին տեղավորել, բայց ես ուզում եմ նշել Նիկոլ Փաշինյանին, որ այդքան տեղ չեք գտնի ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Բաքվում, որովհետև մենք հայերս ամբողջ աշխարհում սփռված սփյուռքը մեր հետ 10 միլիոն հայերս ավելի շատ ենք սիրում եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը, Վանը, Մուշը, Անին, մեր Արարատ բիբլիական սարը, քան դուք ձեր երեխաներին, որովհետեւ դուք անգամ ձեր երեխաների ապագան եք վաճառում, անգամ դուք ձեր թոռների ապագան եք վաճառում, որովհետեւ դուք, այո, անունը, այդ խարանը իրենց վրա ու դուք վաճառեցիք բոլոր այն մեր զոհվածներին սկսված Ռոբերտ Աբաջյանը, որտեղ միշտ իրան առանձնացնում եմ, որտեղ Ռոբերտ Աբաջյանի հետ ես համամիտ եմ բոլոր առումներով, ներառյալ իր վերջին նախադասությունը, այնպես որ քաղբանտարկյալներին եւս մաղթենք ազատություն, եթե ունեք առանձնացրած ձեր սրտի քաղբանտարկյալը, օրինակ իմը Արմեն Աշոտյանն է, լինելով մեր կուսակցության փոխնախագահ եւ ոչ միայն ես շարունակեմ Արմենով շատ հետաքրքիր է, ուզում եմ կարճ պատմեմ Արմենի մասին, որովհետեւ ես ասացի չէ, կրթության համակարգում եմ եղել դեռևս 1997 թվականից դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն, այնուհետև Արցախի Հանրապետության գնահատման թեստավորման կենտրոնի մաթեմատիկայի մասնագետն եմ եղել, հետո փոխտնօրենը, արդեն 2020 թվականից պատգամավոր, բայց չեմ դադարեցրել գործունեությունս, նույնիսկ 2023 սեպտեմբերի 19-ին առաջի ժամը հենց իմ դասն էր մաթեմատիկայի համար 2 դպրոցում Ստեփանակերտի 9-րդ դասարանում։ Աշոտյանին ճանաչում եմ, այդպես մի քիչ շատ կլինի ասել ճանաչել, երբ նախարար էր կրթության գիտության եւ սպորտի նախարար էր եւ ժամանակ առ ժամանակ այցելում էր Արցախ։ Մի 2 անգամ եղել է, որ ես էլ եմ նախարարի հետ հանդիպման է եղել, որպես ԳԹԿ-ի փոխտնօրեն, դե բնականաբար ես իմ բնավորությունից ելնելով հակառակվել եմ, կռվել եմ, ոլորտում այսպես առաջարկել եմ, այս փոփոխությունը պիտի արվի, դուք սա սխալ եք անում եւ այլն, այսինքն էլի այդպես ինչ-որ կռիվային է եղել։ Պատերազմից հետո, երբ Արմենը շատ ծանր հոգեբանական վիճակում էր, հիշում ես, Գորիսում էր։ Հիշում եմ նաեւ դրանից հետո իր կալանքը, երբ մենք արդեն հնարավորություն չունեինք, հիշում եմ, որ կարճ ժամանակով, եթե գալիս էինք մինչ բլոկադան Հայաստանի Հանրապետություն,
էլի շփումները ես չեմ հիշում Արմենը այդ ժամանակ էլ էր կալանավորված չէ որտեվ Արմենը այնքան երկար է կալանավորված այդ ժամանակները չես հիշում սկզբնականը 2 տարի հետո արդեն հիշում եմ որ մի անգամ դատին եկել եմ ներս չթողեցին որտեվ դահլիճում շատ էին խնդրում էի ոստիկանին ասում եմ ախր ես Արցախից եմ ասում ոչինչ հեսա շուտով բաց կթողեն ասում ախր քանի դեռ Նիկոլը կա չեմ հավատում որ Արմենին բաց կթողեն ու այդպես էլ եղավ ցավոք սրտի դե արդեն տեղանվելուց հետո էլի շատ կարճ ժամանակահատված Արմենի հետ շփվելու այդ հնարավորություն ունեցանք ու նորից նույնը ինչ կարող եմ ասել Արմենը էլի հավաքական կերպարն է երևի թե բոլոր Հայաստանում քաղբանտարկյալների որովհետև հենց առաջինն է երևի այսպես ակնհայտ որպես քաղբանտարկյալ եւ եթե մենք բոլորս փորձենք իրար հարցնել ճշտելու համար դե վերջի անգամ ասում եմ ինչի համար կալանավորեցին Արմենին այնտեղ հենց հակակոռուպցիոնում ոչ ոք չգիտեր մենք որևէ մեկս չգիտենք ինչի են կալանավորել ինչի համար է հիմա ենք տնային կալանքում որտեվ հասկանում ենք որ այդ ինչի մասին որ ենք խոսում են դրանք փուչի կա չկա իրականության մեջ եւ Արմենին իրականում կալանավորել են որովհետեւ Արմենը չի համակերպվում Հայաստանի վտանգված լինելու հետ Արմենը չի համակերպվում Արցախ չունենալու հետ Արմենը չի համակերպվում որ Արցախը ազատարագրողները եւ այն մեր մյուս հայրենակիցները նաեւ Բաքվի բանտերում են Արմենը դրա համար է նույն կերպ այն մեր մնացած հա բոլոր ինչպես ասում ես Արտուր Սարգսյան ես միշտ ամեն 5 շաբթի դա ցեք աշխատանքի ոնց որ գնանք հա Բագրատ Սրբազանի եւ Արթարների դատին ես ինքս եմ տեսնում իմ աչքով այդ աբսուրդը այդ դատական process-ը երբ պարզ փաստաբանները բացատրում են որ 8 այդ գումարման նիստում երբ նստաշրջանում երբ թույլտվություն են տվել կալանավորելու հիմա այլ ազգային ժողով է նույն դեմքով անհասկացող արդեն չգիտես իրականում դու էլ ապակիներից ես կողմ սիրտդ պայթում է թե հանրային մեղադրողները թե դատավորը ասում են դա ազգային ժողով է ինչ տարբերություն Արտուր Սարգսյանն էլ падգամ այն ժամանակ էլ էր падգամավոր հիմա դե ստացվում է որ ինչպես Արտուրն է ասում կատակով արդեն որտեվ ուրիշ մեկնաբանություն հնարավոր չի ասում շնորհակալություն որ դուք ինձ կնքել եք որպես հավերժ падգամավոր այս պարագայում բայց իրականում նախ սահմանադրական իրավունքն է խախտված Արտուրի Սարգսյան եւ երկրորդը սա իրականում հենց սահմանադրության ոտնահարում է այդ իշխանությունների կողմից մի տեսակ զգում ես մենք էլ ենք համակերպվել ու իրենք ամեն օր ամեն վարքյան ամեն ժամ խախտում են սահմանադրությունը տապալում են սահմանադրությունը հələ թողում մինչև 18 թվականը այդպիսի մի դրվագ լիներ հենց նույն իրենք չէ միջազգային կառույցներում եսիմ ինչ կլիներ բայց հիմա նորմա է դարձել Հայաստանում Կին քաղբանտարկյալները դա արդեն, չգիտեմ, բոլոր կարմիր գծերի խախտում էր, որովհետև ես հիշում եմ մինչև հիմա փաստաբաններից մեկը, երբ հա սկզբում 18 հրթիռների գործով անունը Արեքնա Չէ Այ Վայ աստված Լիդիան Երբ ամենաերկարը ինքն է 10 հրթիռներից երբ Լիդիային Մանթաշյան կալանավորեցին իդեպ հենց այդ ժամանակ հա նորից արձանագրվեց հերթական անգամ որ Հայաստանում այլակարգության համար պատիժը դա կալանավորումն է դրանով պատժում են մարդկանց որ այլ կարծիք ունեն որտեվ կան տարբեր օրինակ մեթոդներ միջոցներ հա իրենց իշխանությունների կողմից այլակարգության դեմ պայքարելու այդ թվում նաև տարբեր խափանման միջոցներ լավ կարող են հորինել բայց ոչ կալանավորներն ու բանտախցում պայլը ամիսներ շարունակ նո Լիդիային լրիվ աբսուրդ էր հասկանալի էր ու մենք արդեն կատակի տալով ասում էինք ես մինչև մա Լիդիային ասում եմ համար 1 ահաբեկիչ այսպես ծիծաղելով կատակի տալով որտեվ նույնիսկ շատ ժամանակ դատավորը եւ հանրային մեղադրողների ծիծաղն է գալիս իրենց արածի համար դե ես չգիտեմ այն ժամանակ ինձ թվում է որ հանրային ուժեղ ճնշում եղավ թե չէ հակառակ դեպքում Լիդիային չէին տնային կալանք այնուհետև վարչական վերահսկողություն չէր փոխվի չնայած դրանից որևէ բան չի փոխվում արդարությունը վերականգնված չէ ինքը նույն բանն է եւ ես երբևէ չեմ ուրախացել միակ տարբերությունը որ գոնե հա ընտանիքի խնամքի ներքո են հաջորդը դե աբսուրդներ գոհարի կալանավորումը ինչպես կարելի է նորածին այդպես նորածին երեխայի մորը կալանավորել եւ այդքան երկար պահել
Իսկ հիմա ամենահավորը իհարկե նաև Արեքնազի վիճակը, երբ նրա անչափահաս երեխաները վաղի դեպ Արեքնազի աղջկա ծննդյան օրն է եւ կյանքում երևի ոչ թե երևի կյանքում առաջին անգամ երեխան բնական է չի ուրախանալու, ինքը չի ուրախանալու, ինքը տխուր է լինելու, ինքը լացելու է, որովհետև իր մայրը իր կողքը չէ, առաջինը մայրն է շնորհավորում երեխային, իսկ ծնունդ եթե մայրը կողքը չէ եւ պատկերացնում եք Արեքնազի հոգեվիճակը, ես չեմ հասկանում, համար մեկ տերորիստներն են այս կանայք, համար մեկ, չգիտեմ, պետության վտանգ ներկայացնողներն են, երբ որ որևէ կերպ չեմ պատկերացնում խափանման միջոցի այս ընտրությունը իրենց, այսինքն սա զուտ, տեսեք նույն բարերարների, որ ասում եք, ինչու են այսպես արել, շերտերի ամեն խմբից մի ներկայացուցիչ կա այսօր կալանավորված, ամեն շերտից մի հոգի բռնաճնշումների է ենթարկվում, որպեսզի մնացածի համար դա հասկանալի լինի, որպեսզի մնացածը հասկանան, որ իրենց է հերթահասնելու, եթե իրենք փորձեն այլ կարծիք ունենալ, քան այս իշխանությունները, եւ ես կարծում եմ, որ մենք ինչքան շատանանք, իրենք այնքան անզոր են լինելու, մաքսիմում այսպես եզակի դեպքերով են լինելու եւ գիտեք, մի կարևոր հանգամանք կա, որ խնդրում եմ իմ նաեւ ընդդիմադիր գործընկերներին գոնե ես իմ պահվածքով դա ցույց եմ տվել, պիտի չլինի իմ քաղբանտարկյալ, քո քաղբանտարկյալ։ Այո, միասնական պետք է դրսևորվի, միասնական պիտի դրսևորենք, այո, բոլոր այս մարդիկ մի բանի համար են այսօր բռնաճնշումների ենթարկվում, որ իրենք չեն համակերպվում Հայաստանի ապամոնտաժման այս ծրագրի հետ, որը ներկայացնում են այս իշխանությունները ըստ իրենց փաստորեն իրենց ռազմավարությունը դա է, եւ չեն համակերպվում Արցախ չունենալու մտքի հետ եւ պայքարում են այդ ամենի համար։ Հետևաբար ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը դրա համար է պայքարում ու մենք պիտի գոնե այսպես մեր պահվածքով ամեն վարքյան այնպես անենք, որ մեր ընկերները հասկանան, որ մենք իրենց հետ ենք։ Իրենց մենակ չզգան, իրենց գործը շարունակենք ազատության մեջ, մինչև կամ մենք էլ կհայտնվենք անազատության մեջ, կամ իրենց դուրս կբերենք ազատության եւ այդ գործը շարունակելու մասով պետք է նաեւ ու հատկանշական է նշել, որ մենք արդեն 8 տարի է առանց հանձնվելու պայքարում ենք, խրամատը չենք լքում, որը որ մեր պետականությունը պետքա պահի ու վերջը մենք հաջողելու ենք, ինչպես աստվածաշնչյան ճշմարտություն կա, քանի դեռ բարին չի հաղթել, ուրեմն դեռ պատերազմը կամ ճակատամարտը չի ավարտվել ու այս ֆոնին միասնականությունը շատ կարևոր է, իսկ մեր հայրենակիցներին կուզեի ասեի, որ դուք կարող եք սիրել մեկ քաղաքական գործչին, մյուս քաղաքական գործչին, կլինի նախկին, ներկա, թե ապագայի, բայց մենք բոլորս պարտավոր ենք սիրենք Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, մեր ինչպես նաև այդ հորինվածքները, որ կա իրական եւ պատմական Հայաստանի մեջ, մեր մոտ այդ խնդիրը չկա, որտեղ մենք մուշը, անին, դվինը Բիբլիական Արարատը սիրում ենք նույն կերպ, ինչպես Արագածը, Սյունիքը եւ մյուս մեր մարզերը, այնպես որ դուք ելի եմ կրկնում, կարող եք չսիրել մեկ քաղաքական գործչի համակարծիք չներ, բայց մենք բոլորս պարտավոր ենք սիրենք մեր հայրենիքը, որը որ մեզ ի վերուստ տրվել է Աստված ու պահենք, պահպանենք, որովհետեւ մենք նախորդ սերունդներից դա ժառանգել ենք եւ պարտավոր ենք հաջորդ սերունդներին փոխանցել, որովհետեւ պատմության մեջ մենք այս էջերը դիտարկելու ենք նաև ցավի էջեր, որովհետև այս էջերում մենք ունեցանք տարածքային կորուստներ, մարդկային կորուստներ, մենք ունեցանք կաթողիկոսում տարան դատարանի դահլիճ, մենք ունեցանք չարաբաստիկ օրեր, որը որ մենք ապրեցինք պատերազմից հետո եւ ես այս վերջերս ուզում եի հիշեցնել մեր հայրենակիցներին, ովքեր որ կփորձեն ներեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության յուրաքանչյուրին սկսված Նիկոլ Փաշինյանից թող հիշեն մեր զոհվածների մարմինները սառնարաներում, դիահերձարաններում, պարկերի մեջ ու մասունքները, որ ծնողներ կային, երկու նույն մարմինն էին տալի եւ այսպես շարունակ երբևիցե հնարավոր չի ներել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, անգամ եթե իրենք քաղաքական անգիտակցություն են ունեցել կամ
պայմանականորեն ինչ-որ սխալի արդյունքում, որովհետև այդ պատասխանատվությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նշում, ինքը եւ պատասխանատուն է, եւ մեղավորն է, եւ Արցախի հանձնման, եւ զոհերի, եւ վերջին հարցը, որը էմոցիոնալ բավականին զրույց էր, շատ շնորհակալ եմ, քանի որ մեր հաղորդաշարը կոչվում է դեմ արդեմ, ինձ հետաքրքիր է, որ առանց անվտանգության աշխատակիցների առանձին տարածքում հանդիպեիք Նիկոլ Փաշինյանին, ինչ կհարցնեիք կամ ինչ կասեիք։ Ոյ, երբևէ չեմ մտածել դրա մասին, ես իրականում չեմ ուզում իրեն հանդիպել։ Բազմիցս եղել են այդ հնարավորությունները, չեմ ուզում։ Բայց եթե զուտ որպես մարդ, ոչ որպես քաղաքական գործիչ, ես ընդհանրապես մի բան իրեն կասեի, որ գիտես հայրենիքը, այո, դարերի ընթացքում եղել են էլի, որ կորցրել ենք, հետ ենք բերել, կամ ինչ-որ մի հատված կորցրել ենք, չենք կարողացել հետ բերել, կամ պատերազմ ենք ունեցել, որի արդյունքում կորցրել ենք, եւ ես այդպես կդիտարկեի 2020-ը նաեւ։ Եվ ես կասեի իրեն, որ ես պատրաստ եմ իրեն ներել դրա համար, բայց կներեմ միայն մի պայմանով, եթե ինքը կարողանա մեր հազարավոր տղաներին հետ բերել։ Գիտես հայրենիքը հնարավոր է հետ բերել, այդ տղաներին չէ, և եթե այլ պատերազմներում, դա պատերազմ է իր բոլոր կանոններով, ու մարդիկ գնում են, բանակները կռվում են իրար դեմ ու զոհվում են, դա օրենքն է, կանոնն է, կարգն է, բայց երբ որ մի երկրի ղեկավար ասում է, որ այո, ինքը, ես դա չկարողացա ներել, ես իր բոլոր ելույթները անգիր գիտեմ, ես իր ամեն շարժումն ու միմիկան գիտեմ, ես գիտեմ ինքը եւ որ շարժումը անում է, ինչ է մտածում այդ բային, որն է կեղծ, որն է ճիշտ իր ասածից։ Եվ բայց ես մի բան չեմ կարողանում մոռանալ, երբ ինքը Աժամբյոնից ասեց, որ կարող էր այդ պատերազմը նաեւ չլինել եւ նույն ձևով հանձնվեր Արցախը։ Կարող էր առանց զոհերի դա լիներ։ Բայց քանի որ իրեն մենք դրա համար դավաճան կասեինք, հակառակը բառացի չեմ ասում, այդ միտքս էր։ Դրա համար ինքը որոշեց, որ թող պատերազմ լինի եւ թող այս զոհերը լինեն։ Բայց այդ զոհերը դրանք 18-ից 20 տարեկան երեխաներն էին հիմնականում, որոնք ես չգիտեմ, ինքը երաբլուրում որ գնում ծնկում է դերասանություն անում է, ինքը հասկանում է, որ այդ շատ-շատերի նկարները իրենց վերջի զանգի նկարն են, կամ իրենց այդ զինվորական երթման պահի նկարն է, կամ այնտեղ կա մեր ընկերը, որ իր նշանդրեքին նկարն է, որտեղ նշանվեց ու գնաց պատերազմ ու զոհվեց։ Թող հետ բերի, ես իրեն հետ կասեմ, կարող ես հետ բերել, ես քեզ ներելու եմ, եթե ոչ դու ներում չունես։ Միշտ իմ մոտ հակասություն կա, ես դա էլ իրեն կասեմ, որտեղ ինքը շատ է ասում, որ ինքը հավատացյալ է, ինքը քրիստոնյա է, ինքը հայ առաքելական եկեղեցու հետ է, որ թե այո, ինքը կարող է ինձ մեղադրել, բոլորը կարող են, որտեղ ես ողջ իմ մարմնի ամբողջ բջիջով, ուղեղով, չգիտեմ, հոգով, սրտով միաձուլված եմ հայ առաքելական եկեղեցուն։ Եվ ես շատ լավ գիտեմ, որ ներելը իմ գործը չի, ես պիտի ներեմ, այո, ես իրավունք չունեմ չներելու, բայց ես չգիտեմ, դեռևս հակասության մեջ եմ ու կռիվ կա իմ ներսում, որովհետև ես չեմ կարողանում, ես իմ մեջ պայքար կա մարդու քրիստոնյայի հայի, չեմ կարողանում իրեն ներել, Ալենին ներել, մեր այդ տղաներին, մեր այդ լուսավոր տղաներին, գիտես, ես եռաբլուրում մի տեսակ ինձ թվում է ես բոլորի հետ շփվել եմ, միշտ եմ շփվել, իրենք բոլորը ինձ ծանոթ են, եթե առաջ մոլորվում է եռաբլուրում, ես անգիր գիտեմ, որում շիրիմն է, որտեղ որ ժամանակահատվածն է, ով ինչ պայմաններում է զոհվել, ով է ամուսնացած եղել, ով քանի տարեկան է եղել, համարյա թե բոլորին արդեն գիտեմ, ճանաչում եմ ու իրենք իմն են, հասկանում եք, թող ինքը հետ բերի։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, կարծիքի տաղավարում դեմ արդեմն էր, շնորհակալություն։